Prime Time Production-ը ներկայացնում է։ 1 տարի առաջ աշխարհը սկսեց փուլ գալ։ Nine Network Australia-ի հետ համատեղ։ Աշխատում էի մինչև ուժասպառ լինելս։ Հայրս հանկարծամահ եղավ։ Իսկ հարաբերություններում ոչինչ չէր ստացվում։ Այդ ժամանակ նույնիսկ չէի էլ կասկածում, որ իմ հուսահատությունից մեծագույն պարգև է ծնվելու։ Մամ, սա քեզ կօգնի։ Ես մեծագույն գաղտնիք բացահայտեցի։ Ես սկսեցի պատմության մեջ այդ գաղտնիքի հետքերը փնտրել։ Գաղտնիքը բացահայտված էր։ Գաղտնիքին հետապնդում էին։ Չէին թողում, որ գաղտնիքը Երևան գար։ Գաղտնիքը երբեք չպետք է հասանելի լինի հասարակությանը։ Չէի կարողանում հավատալ, որ նման մարդիկ իմացել են դա։ Նրանք պատմության մեծագույն դեմքերն էին։ Պլատոն, Շեքսպիր, Նյուտոն, Հյուգո, Բեթհովեն, Լինքոլն, Էմերսոն, Էդիսոն, Էյնշտեյն։ Իսկ ինչի հիմա չգիտեն դրա մասին։ Ես միայն ուզում եմ իմացածս կիսել բոլորի հետ։ Ես սկսեցի փնտրել մարդկանց, ովքեր գիտեին գաղտնիքը։ Մեկը մյուսի հետևից նրանք սկսեցին հայտնվել։ Գիտեք, այս գաղտնիքը ամեն ինչ տալիս է՝ երջանկություն, առողջություն եւ բարեկեցություն։ Դուք կարող եք լինել ու անել ինչ ուզում եք։ Մենք կարող ենք ունենալ ինչ կկամենանք։ Կապ չունի թե դա ինչ է։ Որտեղ եք ուզում ապրել։ Ինչ բիզնեսով եք ուզում զբաղվել։ Ուզում եք միլիոնատեր դառնալ։ Ինչ եք ուզում իրականում։ Ուզում եք ավելի հաջողակ լինել։ Ես շատ հրաշքների ականատես եմ եղել։ Ֆինանսական հրաշքներ, ապաքինման հրաշքներ, հրաշքներ մտավոր կամ հարաբերությունների։ Այս ամենը տեղի ունեցել, որովհետև մարդիկ իմացել են գաղտնիքի կիրառման ձևը։ Սա կյանքի մեծագույն գաղտնիքն է։ Գաղտնիք։ Գաղտնիքը դա արձագանքն է այն ամենի, ինչ եղել է, կա ու երբևէ կլինի։ Հավանաբար իմ հարցնում եք, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ես կպատմեմ, թե ինչպես եմ ես այն գիտակցել։ Մենք գոյություն ունենք մեկ անսպառ ուժի շնորհիվ։ Բոլորիս ուղղորդում են միևնույն օրենքները։ Տիեզերքի բնական կանոնները այնքան հստակ են, որ առանց դժվարությունների տիեզերական նավեր ենք կառուցում, մարդկանց լուսին ենք ուղարկում, եւ նույնիսկ վայրկյանների հստակությամբ որոշում ենք նրանց վայրեջքի պահը։ Ընդհանրապես նշանակություն չունի դուք Հնդկաստանում եք, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ստոկհոլմում, Լոնդոնում, Մոնրեալում, թե Նյու Յորքում։ Մենք բոլորս էլ գոյություն ունենք մեկ ուժի շնորհիվ, մեկ օրենքի։ Դա ձգողականությունն է, ձգողականության օրենքը։ Գաղտնիքը կայանում է ձգողականության ուժի մեջ։ Դուք ինքներդ եք դեպի ձեզ ձգում ցանկացած իրադարձություն, որ կատարվում է ձեր կյանքում։ Այդ ամենը ձգում եք ձեր գիտակցության մեջ պահվող պատկերների ուժի միջոցով։ Դա այն է, ինչի մասին մտածում եք։
Կապ չունի, թե ինչ մտքեր են պտտվում ձեր գլխում, դուք ձգում եք դրանց։ Ինչպես են մարդիկ իմացել դրա մասին։ Հիշեք հին բաբելոնացիներին, նրանք միշտ են դա իմացել, ընտրյալների մի փոքր խումբ։ Կարծում եք ինչպես է, որ բնակչության 1%-ն է վաստակում համաշխարհային հարստության 96%-ը։ Կարծում եք սա պատահականություն է։ Ոչ պատահականություն չի, դրվածքն է այդպեսին։ Այդ մարդիկ բացահայտել են, նրանք բացահայտել են գաղտնիքը, իսկ հիմա դուք եք ծանոթանում այդ գաղտնիքի հետ։ Անձամբ ես ձգողականության օրենքը հասկանում եմ Մագնիսի սկզբունքի շնորհիվ։ Ես գիտեմ, որ Մագնիսը իրեն ձգելու հատկություն ունի։ Ձգողականության օրենքի համաձայն նմանը իրեն է ձգում իրեն նմանին։ Միայն այս դեպքում խոսքը գնում է մտքերի մասին։ Մարդկանց խնդիրը հետևյալն է՝ կենտրոնացեք ձեր ուզածի վրա, պարզորեն պատկերացրեք այն, ինչ ուզում եք, ու այդ դեպքում մենք շարժման մեջ ենք դնում տիեզերքի մեծագույն ուժը, ձգողականության օրենքը։ Դուք դառնում եք այն, ինչ ուզում եք, բայց իրականում դուք ձեզ եք ձգում այն, ինչի մասին մտածում եք։ Այն, ինչ տեսնում եք այստեղ, կլինի նաև այստեղ։ Ու այդ երկու սկզբունքները կարելի է ամփոփել այս 3 բառերի մեջ։ Մտքերը դառնում են իրական։ Շատերը չեն հասկանում, որ մտքերը ունեն հաճախականություն։ Յուրաքանչյուր միտք ունի հաճախականություն։ Մենք կարող ենք չափել դրանք։ Եթե մի բանի մասին անընդհատ մտածում եք կամ պատկերացնում, օրինակ, որ դուք նոր մեքենա եք ունենալու, ձեզ անհրաժեշտ գումարն եք ունենալու կամ հարազատ հոգի եք գտնելու, դուք դա պատկերացնում եք ու համապատասխան ալիքներ եք ճառագայթում։ Մտքերի հետ նաև իմպուլսներ են դուրս գալիս, որոնք վերադառնում են ձեր ուզած իրի հետ։ Պատկերացրեք, որ ապրում եք ճոխության մեջ ու դուք կունենաք դա։ Այդ սկզբունքը աշխատում է միշտ ամեն անգամ յուրաքանչյուր մարդու դեպքում։ Մի խնդիր կա, շատ մարդիկ մտածում են նրա մասին, ինչը չեն ուզում ունենալ ու զարմանում են, որ ամեն անգամ բախվում են դրա հետ։ Ձգողականության ուժը չի տարբերվում, դուք լավ բանի մասին եք մտածում, թե վատ, ուզում եք դա, թե ոչ։ Այն արձագանքում է ձեր մտքերին։ Եթե նստած նայում եք պարտքի կտրոններին ու վատ եք դրանից զգում, հենց այդ ազդանշանն էլ ուղարկում եք տիեզերք։ Ես շատ վատ եմ զգում այս պարտքերի պատճառով։ Դուք համոզում եք ձեզ, ձեր ողջ էությամբ զգում եք դա։ Դրա պատճառով էլ ավելի շատ պարտքեր եք ունենալու։ Ձգողականության ուժը շատ ենթարկվող է։ Բավական է մտածեք մի բանի մասին, որը շատ եք ցանկանում։ Դրա վրա կենտրոնացնեք ձեր ողջ ուշադրությունը, ձգողականության ուժը ամեն անգամ կպարգևի ձեզ դրանով։ Երբ կենտրոնանում եք ձեր չուզած բանի վրա, ասենք, ես չեմ ուզում ուշանալ, դուք հենց դա եք ձգում դեպի ձեզ։ Ձգողականության ուժը չի հասկանում, որ դուք դա չեք ուզում, իսկ դա նշանակում է, որ դա կկատարվի ձեզ հետ ամեն անգամ, նորից ու նորից։ Ձգողականության ուժը չի նայում, դուք ուզում եք, թե չեք ուզում, այն իրականացնում է ձեր մտքերը։ Ձգողականության օրենքը գործում է միշտ, անկախ դուք հասկանում եք դա, թե ոչ, այն միշտ ակտիվ է։ Այն աշխատում է այնքան ժամանակ, որքան դուք մտածում եք։ Ամեն անգամ, երբ մտածում եք, գործի է անցնում ձգողականության օրենքը։ Երբ մտածում եք անցյալի, ներկայի կամ ապագայի մասին, ձգողականության ուժը աշխատում է։ Դա անդադար շարունակվող գործընթաց է։ Դուք չեք կարող սեղմել պաուզայի կամ ստոպի կոճակը։ Դա մշտական գործընթաց է, ինչպես եւ ձեր մտածելու գործընթացը։ Արարումը չդադարող գործընթաց է։ Ամեն ծագող մտքի կամ երկարատև մտածելու ընթացքում ստեղծման գործընթացը շարունակվում է եւ նյութական բնույթ է ստանում։ Ձգողականության օրենքը ասում է դուք կստանաք այն, ինչ ուզում եք, ինչի վրա ձեր միտքը կենտրոնանում է։ Եթե դուք դժգոհում եք ինչ-որ բանից, ավելի շատ բացասական բնույթ եք դրան հաղորդում։ Լսեք, ես սա չեմ ուտի։ Մենք կարող ենք դրական մտքեր ու հայացքներ ունենալ եւ դրանով դեպի մեզ ձգել դրական մարդկանց, իրադարձություններ ու պայմաններ։ Իսկ երբ բացասական ենք տրամադրված ու բարկացած ենք, մենք ձգում ենք բացասաբար տրամադրված մարդկանց ու բացասական իրադարձություններ։ Հիմնականում դուք ձեզ եք ձգում այն, ինչի մասին հիմնականում մտածում եք։ Եվ կապ չունի դա անում եք գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Սա է խնդիրը։ Երբ խոսում ենք գաղտնիքի, մեր մտքի ուժի ու մտադրությունների մասին, ուշադիր հետևեք, թե ինչպես է դրսևորվում այդ ամենը մեր կյանքում։ Այն ամենուրեք է, պարզապես պետք է աչքերը բացել ու տեսնել։ Ձգողականության օրենքը կարող եք տեսնել ամենուրեք։ Դուք անընդհատ ինչ-որ բան դեպի ձեզ եք ձգում՝ մարդկանց, աշխատանք, պայմաններ, առողջություն, հարստություն, պարտքեր, ուրախություն, ձեր վարած մեքենան, հասարակությունը, որտեղ ապրում եք։ Այս ամենը մագնիսի նման ձգում եք։ Դուք ստանում եք այն, ինչի մասին մտածում եք։
Կյանքը ձեր գլխում ծագած մտքերի նյութականացումն է, հասկանում եք։ Ես խոսում եմ ոչ թե ցանկալին իրականի տեղ ընդունող կամ խենթ երևակայություն ունեցող մարդու տեսանկյունից։ Ես խոսում եմ իրերը խորապես գիտակցող մարդու տեսանկյունից։ Քվանտային ֆիզիկան հիմա հենց այս բացահայտման վրա է կենտրոնացել։ Այն ասում է, որ չի կարելի տիեզերքը ուսումնասիրել մտքից անկախ, որովհետև գիտակցությունը ձև է ստանում մտքի շնորհիվ։ Եթե դուք չեք հասկանում, չի նշանակում, որ անպայման պետք է հերքեք այն։ Անցյալի ղեկավարները իմացել են այս գաղտնիքը, ընկալել դրա ուժը ու ոչ մեկին չեն ասել։ Նրանք մարդկանց հեռու են պահել գաղտնիքից։ Մարդիկ գալիս էին աշխատանքի, անում իրենց գործը ու տուն վերադառնում։ Կարծես վազում էին ճանապարհով առանց ուժի, որովհետև գաղտնիքը հասու էր մի քանիսին։ Եթե դուք առաջին անգամ եք լսում սրա մասին, ապա ձեր գլխում կծագի. «Օ, ուրեմն հիմա պիտի մտքերս հսկեմ, դժվար բան է»։ Սկզբում հենց այդպես է լինելու է, հետաքրքիրն էլ հենց դա է։ Անհնար է վերահասկել յուրաքանչյուր միտք։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական մեր գլխում 60,000 միտք է ծագում։ Պատկերացնում եք, թե ինչ ձանձրալի կլինի դրանցից յուրաքանչյուրին վերահասկելը։ Բարեբախտաբար ավելի հեշտ ձև կա՝ մեր հույզերը։ Մեր հույզերը մեզ հուշում են, թե ինչի մասին ենք մենք մտածում։ Հույզերը ծնվում են մտքերից։ Հույզերը այն հրաշալի պարգևն են, որոնք հնարավորություն են տալիս մեզ հասկանալու, թե ինչ ենք դեպի մեզ ձգում։ Մտածեք ձեր հույզերի մասին։ Դուք ունենում եք դրական ու բացասական հույսեր, եւ դուք գիտեք այդ երկուսի տարբերությունը, որովհետեւ մեկի արդյունքում դուք ձեզ լավ եք զգում, իսկ մյուսի դեպքում վատ։ Դա դեպրեսիան է, մեղքի զգացումը, վիրավորանքը, չարությունը։ Սրանք ձեզ հավելյալ ուժ չեն տալիս, սրանք վատ հույզերն են։ Եթե ուրիշ տեսանկյունից նայենք, դրանք վատ ալիքներ են կամ վատ ճառագայթներ։ Կոչեք ոնց ուզում եք։ Հակառակ կողմում գտնվում են լավ հույզերը։ Դրանք դրական զգացումներն են, դուք զգում եք դրանց ներկայությունը, որովհետև դրանք օգնում են ձեզ լավ զգալ։ Հուզմունք, ուրախություն, երախտագիտություն, սեր։ Պատկերացրեք ինչ լավ կլինի, եթե դրանք ամեն օր ապրենք։ Լավ զգացումներ ունենալու արդյունքում դուք շատ ավելին եք դեպի ձեզ ձգում ու ավելի լավ եք ձեզ զգում։ Իրականում ամեն ինչ շատ հեշտ է։ Ինչ եմ դեպի ինձ ձգում, ինչպես եմ ինձ զգում։ Ես ինձ լավ եմ զգում, հիանալի։ Մեր զգացմունքները հետադարձ կապի մեխանիզմ է, որը օգնում է մեզ հասկանալ արդյոք մենք ճիշտ ենք, գտնվում ենք արդյոք ճիշտ ուղու վրա։ Երբ դուք ձեզ լավ եք զգում, դուք ձեր ապագան կերտում եք համաձայն ձեր զգացմունքների։ Երբ վատ եք զգում, ձեր ապագան համապատասխանում է ձեր հոգեվիճակին։ Դուք ապրում եք ու ձգողականության օրենքը աշխատում է ամեն վայրկյան։ Յուրաքանչյուր միտք, զգացողություն ազդում է մեր ապագայի վրա։ Եթե դուք անհանգիստ եք, վախենում եք, ապա օր-օրի նման ապրումները ավելի են շատանում։ Այն, ինչ զգում ու մտածում եք այսօր, անդրադառնում է ձեր ապագայի վրա։ Անկեղծ ասած, ձգողականության ուժը կիրառելուց հետո իմ կյանքը դարձավ իսկական հրաշք։ Յուրաքանչյուր մարդ երազում է նման կյանքի մասին, իսկ ես ամեն օր ապրում եմ այն։ Ես ապրում եմ 4.5 միլիոն արժողությամբ առանձնատանը։ Ունեմ կին, որին շատ եմ սիրում, հանգստանում եմ աշխարհի ամենագեղեցիկ անկյուններում, լեռներ եմ բարձրացել, հետազոտություններ եմ կատարել, սաֆարիում եմ եղել։ Այս ամենը կատարվել էր ու կատարվում է ինձ հետ, որովհետև ես գիտեմ ինչպես կիրառել գաղտնիքը։ Կյանքը կարող է երևույթ լինել ու դա պետք է լինի։ Ու այն կլինի, երբ սկսեք կիրառել այս գաղտնիքը։ Ինչպես կիրառել գաղտնիքը։ Շատերը ինձ հարցնում են, թե որն է նրանց դերը արարման գործընթացում, իսկ որը տիեզերքին է։ Եկեք այստեղ կանգ առնենք։ Ես առաջարկում եմ հետևյալ փոխաբերությունը։ Հիշում եք Ալադինին ու նրա լամպը։ Ալադինը վերցրեց լամպը, մաքրեց փոշին ու միջից դուրս եկավ ջինը։ Ջինը միշտ նույն բանն է ասում. լսում եմ և հնազանդվում։
Վերադառնանք այս լեգենդի արմատներին։ Ցանկությունները երբեք չեն եղել, ինչպես ասվում է հեքիաթում։ Իրականում դրանց վրա ոչ մի սահմանափակում չի եղել։ Մտածեք սրա մասին։ Եկեք վերցնենք այս օրինակը ու համեմատենք ձեր կյանքի հետ։ Հիշեք, Ալադինը ցանկանում է այն, ինչ ինքը ուզում է։ Մեր դեպքում մենք դիմում ենք տիեզերքին, դա էլ յուրատեսակ ջին է։ Տարբեր մշակույթներ դրան տարբեր անուններ են տվել, օրինակ պահապան հրեշտակ կամ ձեր բարձր եսը։ Անվանումները կարող են տարբեր լինել։ Ընտրեք ձեզ համար լավագույն տարբերակը։ Բայց բոլոր դեպքերում էլ ասվում է, որ գոյություն ունի մեզնից ավելի զորեղ մի բան։ Ու այդ ջինը մեզ միշտ միևնույն բանն է ասում։ Լսում եմ եւ հնազանդվում։ Սա արարման գործընթացն է։ Այն բաղկացած է 3 էտապներից ու արդեն 2000 տարի է շարունակվում է։ Առաջին էտապը խնդրելն է։ Հրահանգ տվեք տիեզերքին։ Տեղեկացրեք տիեզերքին, թե կոնկրետ ինչ եք ցանկանում։ Ու տիեզերքը կարձագանքի ձեր խնդրանքին։ Ինչ եք դուք իրականում ցանկանում։ Նստեք ու գրեք թղթի վրա։ Գրեք ներկա ժամանակով։ Կարող եք սկսել «Ես շատ երջանիկ եմ ու երախտապարտ, որ…» Իսկ հետո շարադրեք, թե ինչպիսին եք ուզում, որ ձեր կյանքը լինի։ Նշեք յուրաքանչյուր բնագավառ։ Շատ հաճելի է, կարծես տիեզերքը դառնում է ձեր կատալոգը։ Դուք թերթում եք ու ասում եք՝ «Ես սա կուզենայի, այս ապրանքը, այսպիսի զուգընկեր կուզենայի»։ Դա նման է տիեզերքին պատվեր տալուն։ Դա իրականում այդքան հեշտ է։ Երկրորդ էտապ՝ հավատացեք։ Հավատացեք, որ այդ ամենը արդեն ձերն է։ Դրան գումարեք իմ սիրած անվերապահ հավատը։ Հավատը դեպի այն, ինչը չես տեսնում։ Լսում եմ եւ հնազանդվում։ Ու տիեզերքը կվերադասավորվի այնպես, որ ձեր ցանկությունը իրականանա։ Հաճախ մենք մինչև վերջ չենք խոստովանում, թե իրականում ինչ ենք ուզում, որովհետև տեսնում ենք, որ դա իրականանում է։ Եթե փոքրիկ փորձ կատարենք, ամեն ինչ ձեզ պարզ կլինի։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ցանկացել ու հասել են նպատակին, չեն իմացել, թե ոնց են դա անելու։ Նրանք միայն գիտեին, որ պիտի դա անեն։ Պարտադիր չի իմանաք, թե ոնց եք դա անելու, պետք չի իմանալ, թե ոնց է տիեզերքը վերադասավորվելու դրա համար։ Դուք չգիտեք ինչպես անել, մենք ցույց կտանք։ Գործի է անցնում ձգողականության ուժը։ Մենք հաճախ բարկանում ենք, երբ չենք տեսնում այն, ինչը խնդրել ենք։ Մենք բարկանում ենք, հուսահատվում, ու մենք սկսում ենք կասկածել։ Հենց կասկածից էլ ծնվում է հուսահատությունը։ Ճանաչեք այդ զգացումը ու փոխարինեք այն անվերապահ հավատով։ Ես գիտեմ, որ ամեն ինչ ստացվելու է։ Գործընթացի 3-րդ ու վերջին էտապը։ Ընդունեք, փորձեք զգալ այդ ուրախությունը։ Զգացեք այն, ինչը կզգաք, երբ ստանաք ձեր ուզածը։ Այս պահին զգացեք։ Այս գործընթացում շատ կարևոր է դրական հույզը, երջանկության զգացումը, որովհետև երբ լավ եք ձեզ զգում, ինքներդ ձեզ դրական ալիքի վրա եք տրամադրում, ձեր ուզած ալիքի վրա։ Խոսքը գնում է տիեզերքը զգալու մասին։ Եթե անվերապահորեն հավատում եք մի բանի, բայց չունեք համապատասխան հույզերը, իրականում ձեր ուժերը չեն բավականացնի նյութական դարձնել ձեր ուզածը։ Դուք պետք է զգաք դա։ Առաջինը ստանալուց հետո դուք հնարավորություն եք ձեռք բերում երազելու ավելի լուրջ ու հետաքրքիր իրի մասին։ Իսկ դա, բարեկամ, հենց արարման գործընթացն է։ Այսպիսով ձգողականության ուժի ուսումնասիրումն ու կիրառումը ծնում են ունենալու զգացողություն։ Գնացեք վարելու դասընթացների, տուն գնեք, ներս մտեք։ Փորձեք ապրել այն հույզը, որը կունենայիք այդ ամենը ձեռք բերելու ժամանակ։ Մտապահեք դա։ Ինչ էլ որ անեք, դա կօգնի ձգել այդ ամենը։ Միգուցե արթնանաք ու տեսնեք ձեր ուզածը, միգուցե ձեզ մոտ որևէ քայլ ձեռնարկելու ցանկություն առաջանա։ Երբեք չպետք է մտածեք, ես սա պետք է անեմ, բայց չեմ ուզում անել։ Այդ դեպքում սխալողի վրա կհայտնվեք։ Հաճախ ինքներդ պիտի քայլեր ձեռնարկեք, բայց երբ տիեզերքին ընդառաջ եք գնում, դա ձեզ ուրախություն է պարգևում։ Ուժ է տալիս ու դուք պատրաստ եք ամբողջ օրը դրանով զբաղվել։ Տիեզերքը արագություն է սիրում։ Մի հապաղեք, գուշակություններ մի արեք ու մի կասկածեք։ Երբ հնարավորությունը կա, ազդակները կան, երբ ներքին ձայնը ձեզ առաջ է մղում,
Ուրեմն գործեք։ Ձեր աշխատանքը դա է, ձեզ միայն մնում է գործել։ Դուք կձգեք դեպի ձեզ այն, ինչը ուզեք, եթե դա փող է, փողը կգա, եթե մարդիկ են, մարդիկ կգան, եթե ձեր ուզածը գիրք է, գիրքն էլ կլինի։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչը ձգում եք, որովհետև պատկերների ընտրման արդյունքում դուք կձգտեք դեպի ցանկալի առարկան, իսկ առարկան կձգտի ձեզ։ Ցանկությունը ֆիզիկական իրականություն է դառնում ձեզ հետ եւ ձեր միջոցով, ու դա ըստ օրենքի է։ Կարող եք սկսել 0-ից, ու լույսը կարկայծի հենց 0-ից, անհայտությունից։ Այսպես պատկերացրեք, մեքենան գնում է մթության մեջ, լույսերը լուսավորում են առաջիկա 30-ից 60 մետրը։ Այդպես կարող եք Կալիֆոռնիայից Նյու Յորք հասնել։ Ճիշտ է, մութ է, բայց բավական է առաջիկա 60 մետրի տեսանելիությունը, այդպես էլ մեր առաջ կյանքն է բացվում։ Մենք պետք է հավատանք, որ 60 մետր հետո մեր առջև մյուս 60 մետրն է բացվելու, իսկ հետո մյուս 60 մետրը ու այդպես շարունակ։ Իսկ արդյունքում դուք կհասնեք նրան, ինչին ձգտում էիք, որովհետև դուք դա ուզում էիք։ Հավատացեք ու արեք առաջին քայլը, պարտադիր չի ամբողջ սանդուղքը տեսնել, արեք առաջին քայլը։ Մարտին Լյութեր Քինգ։ Ավելի հաճախ հնչողը որքան ժամանակ է հարկավոր հարցն է, որքան ժամանակ է հարկավոր մեքենա, հարաբերություններ, փող ու մյուս բաները ստանալու համար։ Ասեմ, որ ես չունեմ կանոնների գիրք, որը կարդամ ու ասեմ, որ սրա համար 30 րոպե, 3 օր կամ 30 օր պետք կգա։ Դա վրա շատ կախված է ձեր ու տիեզերքի ներդաշնակությունից։ Չափսերը տիեզերքի համար ոչ մի նշանակություն չունի, գիտական առումով մեծ առարկա ձգելը նույնքան հեշտ է, որքան մեզ համար չնչին չափսեր ունեցողը։ Տիեզերքը յուրաքանչյուր հրահանգ կատարում է առանց որևէ ջանք գործադրելու։ Աճելու համար խոտը ջանք չի գործադրում, դա բնական ընթացք է։ Մեծ նշանակություն ունի, թե ինչ է այստեղ կատարվում։ Մենք ասում ենք, սա մեծ է, սրա համար շատ ժամանակ կգնա, սա փոքր է, 1 ժամում կավարտեմ։ Մենք ենք կարգում կանոնները, իսկ տիեզերքում կանոններ չկան։ Դուք խոսում եք հույզերի ու ունենալու ցանկության մասին։ Տիեզերքը պատասխանում է։ Մարդիկ կան, որ հեշտությամբ են նպատակին հասնում։ Մենք հաճախ ասում ենք, փոքրից սկսեք, 1 բաժակ սուրճից։ Ձեր առջև դրեք այսօր 1 բաժակ սուրճ ստանալու նպատակը։ Ձեր մտքում պահեք հին ընկերոջ պատկերը, որին վաղուց չեք տեսել, ոնց էլ լինի, որևէ մեկը կխոսի նրա մասին, այդ մարդը կհայտնվի կամ նամակ կուղարկի։ Մարդիկ զարմանում են, թե ոնց եմ ես ավտոկանգառի տեղ գտնում, իսկ ինձ մոտ դա ստացվում է գաղտնիքը բացահայտելուց հետո։ Ես աչքերով ընտրում եմ այն տեղը, որտեղ կուզենայի կայանել մեքենաս ու 95%-ով այդ տեղը ազատ է լինում։ Մյուս 5%-ի ժամանակ 1 րոպե սպասում եմ։ Մինչ այնտեղ կայանաս մեքենան դուրս է գալիս ու ես կանգնում եմ։ Ես միշտ եմ այդպես անում։ Հզոր գործընթացներ։ Շատերին թվում է, որ իրենք դեմ են առել կամ գերի են իրենց կյանքի պայմաններին։ Ես փորձում եմ ցույց տալ, որ ինչ պայմաններ լինեն, դա ձեր ընթացիկ իրականությունն է։ Ձեր ընթացիկ իրականությունը կփոխվի այս հաղորդումը դիտելուց եւ գաղտնիքը կիրառելուց հետո։ Եթե ուզում եք փոխել ձեր կյանքի պայմանները, պիտի սկսեք մտածելակերպը փոխելուց։ Ամեն անգամ ձեր փոստարկղը բացում եք ու ակնկալում տեսնել վճարումների կտրոններ։ Կտրոնները կգան։ Մինչ կգտնեք այդ կտրոնները, դուք սարսափ եք ապրում։ Երբեք լավ լուրի չեք սպասում։ Մտածում եք միայն պարտքերի մասին, ու դրանք պետք է հայտնվեն, որպեսզի դուք չխենթանաք։ Ամեն օր դուք հաստատում եք այդ միտքը։ Կտրոնները եկել են։ Այո, եկել են։ Իսկ ինչու՞, որովհետև դուք սպասում էիք։ Ու դրանք հայտնվում են ձգողականության ուժի շնորհիվ, ենթարկվելով ձեր մտքերին։ Լավություն արեք ինքներդ ձեզ ու բանկային չեկի սպասեք։ Մարդիկ նայում են իրենց վիճակին ու ասում, ես այսպիսի մարդ եմ, ոչ դուք այդպիսին չեք, այդպիսին դուք եղել եք։ Նայեք ձեր ներկա կարգավիճակին, ասենք ձեր բանկային հաշիվը դատարկ է կամ անձնական կյանքում նորություն չկա, կամ վատառողջ եք։ Դա ինչի ինչ դուք ունեք այսօր, դա ձեր երեկվա մտքերի ու հույզերի հետևանքն է։ Մենք շարունակ ապրում ենք այն մտքերի ու հույզերի մնացորդների հետևանքներով, որոնք ունեցել ենք անցյալում։ Երբ նայում եք ձեր այսօրվա կարգավիճակին, ինքներդ ձեզ դատապարտում եք ապագայում, ոչ մի ավել բան չունենալու ճակատագրին։ Մեր այսօրվա կյանքը անցյալի մտքերի արդյունքն է։ Բուդդա։ Ինչ կարող ենք անել այսօր, որպեսզի ձեր կյանքը փոխվի։ Ես ձեզ 2-3 բան կասեմ։ Հզոր գործընթացներ, երախտագիտություն։ Կազմեք այն ամենի ցուցակը, որի համար դուք շնորհակալ եք։ Սկսեք դրանով, որովհետև դա կփոխի ձեր էներգետիկան, ձեր մտածելակերպը։
Եթե այս վարժությունից առաջ դուք կենտրոնացել եք ձեր խնդիրների, դժգոհությունների ու կարիքների վրա, ապա վարժությունից հետո կսկսեք շարժվել այլ ուղղությամբ։ Դուք կզգաք երախտագիտություն այն ամենի համար, որը ձեզ դրական հույզեր է տալիս։ Շնորհակալությունը միակ միջոցն է կյանքից ավելին վերցնելու համար։ Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ երբ կինը իրեն գնահատում է մանրուքների համար, որը նա անում է, ինչ է լինում արդյունքում, նա ավելին է անում։ Հենց երախտագիտությունն է, որ դեպի իրեն է ձգում մնացած ամեն ինչը։ Մենք ստանում ենք այն, ինչի մասին մտածում ու ինչի համար շնորհակալ ենք լինում։ Հենց այդ զգացումն էլ պետք է ունենանք, ինձ համար դա շատ հզոր վարժություն էր։ Ամեն առավոտ ասել շնորհակալություն։ Ատամներս լվանալու ու առավոտյան մյուս գործեր անելու ընթացքում ես թվում էի այն ամենը, ինչի համար շնորհակալ էի։ Ես դա մեխանիկորեն չէի անում, դա անում էի հոգով ու իրոք երախտագիտության մեծ զգացումով։ Հենց սկսում եք փոխել վերաբերմունքը ձեր ունեցածի նկատմամբ, դեպի ձեզ եք քաշում դրականը ավելի շատ բաներ, որի համար շնորհակալ եք լինում։ Դուք կարող եք ասել, ես չունեմ իմ ուզած մեքենան, տունը, առողջություն, կին, սպասեք։ Իրականում դուք դա չեք ուզում։ Կենտրոնացեք ձեր ունեցածի ու այն ամենի վրա, որի համար շնորհակալ եք։ Միգուցե զուտները համար, որ ունեք աչքեր ու դիտում եք սա, այն հագուստի համար, որը կրում եք։ Միգուցե դուք ուրիշ բան եք ուզում։ Հնարավոր է շուտով ունենաք, եթե շնորհակալ լինեք ձեր ունեցածի համար։ Կարծում եմ բոլորի մոտ էլ լինում են պահեր, երբ ասում են ոչինչ չի ստացվի, կամ ամեն ինչ վատ է գնալու։ Ես ընտանիքում խնդիրներ ունեի ու մի օր մի քար գտա։ Նայեք, սա միշտ ինձ հետ է։ Ես գտա այս քարը, դրեցի գրպանս ու ասեցի. ամեն անգամ, երբ դիպչեմ այս քարին, ես կմտածեմ մի բանի մասին, որի համար շնորհակալ եմ։ Ամեն առավոտ արթնանում եմ, վերցնում քարը պահարանի վրայից, դնում եմ գրպանս ու թվում այն, ինչի համար շնորհակալ եմ։ Իսկ երեկոյան ամեն ինչ դատարկում եմ գրպանիցս ու նորից այդ քարը։ Մարդիկ հրապուրվում են սրանով ու ասում են, որ նրանց դուր է գալիս, դիտել են հաղորդումը ու պատրաստվում են փոխել իրենց կյանքը։ Բայց միևնույն է, ոչ մի արդյունքի չեն հասնում։ Թվում է ևս մի քիչ ու ամեն ինչ կստացվի, բայց մարդը սովորաբար մակերեսին է նայում ու ասում է, որ չի աշխատում, բայց հիշեք, թե ինչ է ասում տիեզերքը, լսում եմ և հնազանդվում։ Ու ամեն ինչ փուլ է գալիս։ Ես լսել էի ձգողականության ուժի մասին ու որոշեցի կիրառել այն։ Ուզում էի տեսնել, թե ինչ կստացվի։ Ու 1985 թվականին ես սկսեցի պատկերների տախտակ սարքել, որի վրա փակցնում էի այն, ինչը ուզում էի ունենալ կամ ձգել։ Օրինակ մեքենա, ժամացույց կամ կյանքի ընկեր, ու իմ տախտակի վրա ես դրանց նկարներն էի փակցնում։ Ես ամեն օր իմ գրասենյակում նստած նայում էի այդ նկարներին ու պատկերացնում էի։ Ես զգում էի այն, ինչը կզգայի, եթե այդ ամենը իմը լիներ։ Հետո ես տեղափոխվեցի, ամբողջ կահույքը իրերս տեղավորեցի արկղերում։ 5 տարում 3 անգամ տեղափոխվեցի։ Արդյունքում հայտնվեցի Կալիֆոռնիայում, գնեցի այս տունը։ 1 տարի վերանորոգում էի, միայն հետո այդտեղ բերեցի նախորդ տան բոլոր իրերը։ Մի օր առավոտ, ժամը 7:30 որդիս մտավ իմ աշխատասենյակ։ Մուտքի մոտ դրված էր մի արկղ, որը 5 տարի չէր բացվել։ Նա նստեց այդ արկղի վրա ու սկսեց ոտքերով խփել։ Ես նրան խնդրեցի, որ չխանգարի ինձ աշխատել։ Ինչ կա այս արկղի մեջ, հայրիկ։ Ես ասացի, որ իմ պատկերների տախտակն է։ Ինչ պատկերների տախտակ։ Ես պատասխանեցի, որ դրա վրա իմ նպատակներն եմ փակցրել։ Այն բոլոր նկարները, որոնք ուզում էի կյանքում ունենալ։ Իհարկե 5.5 տարեկան երեխան դա չհասկացավ։ Ես նրան ասացի, որ ավելի լավ կլինի, եթե ցույց տամ։ Բացեցի արկղը, հանեցի պատկերների տախտակը։ Այնտեղ տեսա այն տան պատկերը, որը մտովի պատկերացրել եմ 5 տարի առաջ։ Ես ցնցվեցի, որովհետև մենք հիմա այդ տանն էինք ապրում։ Ոչ թե նման տուն էր, այլ ես գնել էի իմ երազանքների տունը, վերանորոգել էի առանց որևէ բան կասկածելու։ Նայեցի նկարին ու սկսեցի լաց լինել, որովհետև ես ապշած էի։ Ինչու ես լաց լինում։ Սիրելիս, ես վերջապես հասկացա, թե ինչպես է գործում ձգողականության օրենքը։ Ես վերջապես հասկացել էի մտավոր պատկերելու ուժը, հասկացա ամեն ինչ, իմ կարդացած գրքերը, իմ կատարած աշխատանքը, իմ ամբողջ կյանքը, իմ հիմնադրած ընկերությունը։ Նույնը կատարվել էր և տան հետ։ Ես գնել էի իմ երազանքների տունը ու չէի էլ կասկածել։ Երևակայությունը համապարփակ է, այն կյանքի հետագա իրադարձությունների նախնական ցուցադրությունն է։ Որոշեք, թե ինչ եք ուզում, հավատացեք, որ դա կարող է ձերը լինել։ Հավատացեք, որ արժանի եք դրան, հավատացեք, որ դա հնարավոր է։ Ամեն օր մի քանի րոպեով փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ արդեն ունեք դա ու ապրեք այդ զգացողությունը։
Դուրս եկեք այդ վիճակից ու շնորհակալ եղեք դա ունենալու համար, վայելեք այդ հույզը։ Հետո այդ ազդակը ուղարկեք տիեզերք ու վստահ եղեք, որ տիեզերքը կգտնի իրականացնելու ձևը։ Փողի գաղտնիքը։ Գաղտնիքը օգնեց ինձ փոխել ողջ կյանքս։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հայրս շատ բացասական էր վերաբերում հարուստ մարդկանց։ Նա կարծում էր, որ հարուստները թալանում են բոլորին, որ հարստություն կարելի է դիզել միայն ստի միջոցով։ Ես կարծում եմ, որ եթե դու փող ունես, ուրեմն վատ մարդ ես, որ միայն չար մարդիկ փող ունեն։ Փողը ծառի վրա չի աճում ու մի հայտնի արտահայտություն ինձ Ռոքֆելլերի տեղն ես դրել։ Դա հորս սիրած արտահայտությունն էր։ Ես մեծացել եմ այն խոր համոզմունքով, որ կյանքը բարդ է, մշտական պայքար։ Ու միայն Կլեմենս Թոունի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքը սկսեց հիմնովին փոխվել։ Մարդու բանականությունը կարող է ձեռք բերել այն ամենը, ինչը պատկերացնում է։ Ես Թոունի հետ էի աշխատում, նա ասում էր, քո առաջ դիր մի այնպիսի առաջադրանք, որի կատարումը քեզ համար ցնցող կլինի։ Դու կիմանաս, որ այդ ամենին հասել ես իմ դասերի շնորհիվ։ Ես ասել եմ, որ կհասնես դրան։ Այդ ժամանակ իմ տարեկան եկամուտը կազմում էր $8,000 ու իմ ցանկությունը բավական համեստ եղավ։ Ես ասացի, որ ուզում եմ եկամուտս կազմի $100,000։ Պատկերացում չունեի, թե ինչպես եմ դա անելու։ Ես չունեի ոչ մարտավարություն, ոչ էլ հնարավորություն։ Բայց ես ինքս ինձ ասացի, ես հավատալու եմ դրան, գործելու այնպես, կարծես դա հավանական է ու արձակելու եմ այդ ազդակը։ Ու այդպես էլ արեցի։ Նա ինձ սովորեցրել էր ամեն օր փակել աչքերը ու պատկերացնել, որ նպատակս իրականացել է։ Ես նկարեցի $100,000 թղթադրամ ու փակցրեցի առաստաղին, որպես երբ արթնանամ նայեմ նրան, հիշեմ իմ նպատակի մասին։ Հետո ես փակում էի աչքերս ու պատկերացնում էի կյանքս $100,000 տարեկան եկամուտի դեպքում։ Հաջորդ 30 օրվա ընթացքում իմ կյանքում ոչ մի լուրջ փոփոխություն չգրանցվեց։ Չունեի ոչ մի հեղաշրջող գաղափար, ոչ էլ որևէ մեկը մեծ եկամուտ ինձ առաջարկեց։ Դրանից 4 շաբաթ անց ցնցող ընդունելիս իմ գլխում $100,000 արժողությամբ միտք ծագեց։ Շատ անսպասելի եղավ։ Այդ ժամանակ ես ավարտել էի գիրքս։ Եթե 25 ցենտով կարողանայի 400,000 օրինակ վաճառել, ես կունենայի $100,000։ Գիրքը կար, բայց մտահղացումը չկար։ Երբ գլխումդ ոգեշնչող միտք է ծագում, վստահիր ու գործիր համապատասխանաբար։ Ես չգիտեի ոնց գործել։ Ես չգիտեի, թե ինչպես եմ վաճառելու այդ 400,000 օրինակը։ Երբեք նման բան չէի արել։ Սուպերմարկետներից մեկում տեսա National Enquirer ամսագիրը։ Ես դա միլիոն անգամ էի տեսել, բայց հետին պլանում։ Իսկ հիմա այն ուղղակի աչքիս առջև էր։ Ես մտածեցի, եթե մարդիկ իմանային իմ գրքի մասին, նրանցից 400,000-ը հաստատ կառներ այն։ Եվս 6 շաբաթ անց ես ելույթ էի ունենում 600 դասախոսների առջև։ Ինձ մի աղջիկ մոտեցավ ու ասեց. Գեղեցիկ ելույթ էր։ Ես կուզենայի հարցազրույց վերցնել ձեզնից։ Ես իմ այցեքարտը կտամ։ Ես նրան հարցրեցի, թե որտեղ են աշխատում։ Ես անկախ լրագրող եմ, բայց ավելի հաճախ National Enquirer-ի համար եմ գրում։ Ու այդ պահին իմ գլխում Խավարի զոնա սերիալի երաժշտությունը հնչեց։ Լավ էր, համակարգը իրոք աշխատեց։ Ամսագրում տպագրվեց հոդվածը ու գրքի վաճառքի թիվը կտրուկ բարձրացավ։ Ուզում եմ ասել, որ այս բոլոր իրադարձությունները ես ինքս ձգեցի դեպի ինձ, նույնիսկ այն աղջկան։ Բայց ասեմ, որ այդ տարի ես $100,000 չվաստակեցի, գումարը կազմեց $92,327։ Կարծում եք մենք հուսահատվեցինք, ասեցինք, որ համակարգը չի աշխատում։ Ոչ, մենք ասացինք, որ դա հրաշալի է։ Այդ ժամանակ կինս ասաց, եթե 100,000-ի դեպքում աշխատեց, ինչ ես կարծում, միլիոնն էլ կստացվի։ Ես պատասխանեցի, չգիտեմ, հնարավոր է, արի փորձենք։ Հետո իմ հրատարակիչը ինձ չեք դուրս գրեց որպես հավով ապուր հոգու համար գրքի հոնորար։ Իսկ ստորագրության կողքին ժպտացող դեմք նկարեց, որովհետև դա նրա առաջին միլիոնանոց չեքն էր։ Ես իմ անձնական փորձից եմ ասում։ Ես ինքս էի ուզում ստուգել, արդյոք գաղտնիքը աշխատում է, ու մենք փորձեցինք։ Այո, աշխատում է, ու այսպես ես ապրում եմ իմ կյանքի յուրաքանչյուր օրը։ Ես հիմա պատկերացնում եմ, թե այս ֆիլմը դիտողը ինչ է մտածում։ Մտածում է, թե ինչպես շատ փող ձգի դեպի իրեն։ Ոնց անենք, որ շատ կանաչ ունենանք, որ բարեկեցիկ ու ծաղկուն կյանք ունենանք։ Ինչպես կարող է իր աշխատանքը սիրող մարդը փակի վարկերը, եթե նրա եկամուտը սահմանափակ է, եթե փողն ավաստակում է միայն իր աշխատանքով։ Ինչպես կարող է բարձրացնել եկամուտը։ Տրամադրվեք դրա համար։ Մենք վերադառնում ենք նրան, ինչի մասին խոսում ենք ողջ ֆիլմի ընթացքում։ Դուք պետք է տիեզերքի կատալոգից ընտրեք ու հայտնեք, թե ինչ եք ուզում։ Եթե ձեր ուզածը փողն է, ուրեմն ասեք, թե որքան եք ուզում։ Ես կուզենայի $25,000 ունենալ 30 օրվա ընթացքում։ Կամ ինչքան որ ինքներդ եք ուզում, բայց թիվը չպետք է անհավանական լինի։
Շատերը ճգնում են ազատվել պարտքերից, այդ դեպքում պարտքերը չեն սպառվի։ Դուք ձգում եք այն, ինչի մասին մտածում եք, ու կապ չունի դուք ուզում եք ազատվել թե հավաքել պարտքերը։ Դուք մտածում եք պարտքի մասին, ուրեմն ձգում եք պարտքերին։ Կազմակերպեք պարտքերի ավտոմատ մարում ու մտածեք բարեկեցության մասին։ Շատերը ինձ ասում են, որ կուզենային կրկնապատկել իրենց եկամուտը, բայց երբ նայում ես նրանց վարքին, տեսնում ես, որ դրա համար նրանք ոչինչ չեն անում, իսկ հետո ասում են, ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ։ Շատ լավ, հիշեք, լսում եմ եւ հնազանդվում եմ։ Երբ կենտրոնանում եք հաջողության, վախի կամ նրա վրա ինչը չունեք, դուք դրա մասին խոսում եք ձեր ընտանիքի հետ, քննարկում եք ընկերների հետ, ձեր երեխաներին ասում եք, որ այդքան փող չունեք, նման բան չեք կարող ձեզ թույլ տալ, ու ինչ? Դուք երբեք էլ դա չեք ունենալ, որովհետև ավելի շատ եք դեպի ձեզ ձգում այն ամենը, ինչը չեք կարող ձեզ թույլ տալ։ Եթե հարստություն եք ուզում, առաջխաղացում եք ուզում, ուրեմն կենտրոնացեք հարստության վրա, կենտրոնացեք առաջխաղացումի վրա։ 10 միլիոն յուրաքանչյուր շաբաթ։ Երբ բացահայտեցի գաղտնիքը, այդ ժամանակ շատ հաշիվներ էի ստանում, ամեն օր փոստից նման կտրոնների կույտ էի գտնում։ Ու ես մտածեցի, ինչ անեմ, որ կյանքս փոխվի։ Ձգողականության օրենքը ասում է, որ դուք դեպի ձեզ եք ձգում այն, ինչի մասին մտածում եք։ Ես վերցրեցի բանկային հաշիվը, սպիտակով ներկեցի թվերը ու նորերը գրեցի։ Գրեցի այնքան, ինչքան կուզենայի ունենալ իմ հաշվին։ Ես մտածեցի, եթե կարողանում եմ պատկերացնել բանկային հաշիվները, ուրեմն բանկային չեկերն էլ կկարողանամ։ Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Զարմանալի է։ Ես այսօր փոստով չեկեր եմ ստանում, հաշիվներ եմ ստանում, բայց չեկերը ավելի շատ են։ Ես մեծացել եմ այն համոզմունքով, որ փող աշխատելը դժվար գործ է, ու ես դա փոխել եմ։ Փողը գալիս է հաճախ ու շատ հեշտ։ Սկզբում անհավանական է թվում։ Կլինեն մարդիկ, որ կասեն, սուտ ես ասում, դա հեշտ չի։ Որոշ ժամանակ իմ մտքերը նման էին թենիսին, այս կողմ, այն կողմ։ Պետք է հասկանալ, որ բարեկեցությունը մտածելակերպ է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք մտածում։ Կարող եմ ասել, որ իմ հանդիպումների 80%-ը, որը ես անցկացնում եմ հաճախորդների հետ, առնչվում են նրանց հոգեբանությանն ու մտածելակերպին։ Նրանք լսում են ու ասում, դուք կարող եք, իսկ ես չեմ կարող։ Յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն եւ փողի հետ հարաբերվելու սեփական մոդելը։ Ցանկացած հարաբերություններում կարևորը դիմացինին հասկանալն է։ Ես ի նկատի ունեմ ինքներդ ձեզ, ոչ թե կողակցին։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Դուք եք ձեր հարցերի լուծողը, պետք չի ասել դուք ինձ պարտական եք կամ դուք պարտավոր եք։ Ժամանակ գտեք ինքներդ ձեզ տալու ավելին, որպեսզի հասնեք այն լիարժեքության, որտեղից կկարողանաք նաև մյուսներին տալ։ Հաճախ մեր երջանկությունը կերտելու հնարավորությունը թողնում ենք մյուսներին, բայց նրանց չի հաջողվում դա անել այնպես, ինչպես ինքներդ կուզենայիք։ Իսկ ինչու՞։ Որովհետև միայն մեկ մարդ կարող է տնօրինել ձեր ուրախությունն ու երջանկությունը։ Այդ մարդը դուք եք։ Նույնիսկ ծնողները, երեխան, ձեր երկրորդ կեսը, ամենահարազատ մարդիկ անուժ են, երբ դուք կերտում եք ձեր երջանկությունը։ Ձեր երջանկության աղբյուրը ձեր մեջ է։ Միայն ձեր մեջ։ Վերցնենք երկու մարդու, որոնք տառապում են միևնույն հիվանդությամբ։ Նրանցից մեկը կենտրոնացած է ուրախության վրա։ Նա գերադասում է ապրել ու մտածել հնարավոր բուժման մասին։ Նա գերադասում է հույսով ապրել։ Նա մտածում է այն ամենի մասին, որը նրան ուրախանալու ու երախտագետ լինելու առիթ է տալիս։ Ունենք նաև երկրորդին։ Նրա մոտ միևնույն հիվանդությունն է, բայց նա մտածում է հիվանդության մասին, կենտրոնացել է ցավի վրա ու ապրում է ցավում է նշանաբառով։ Երբ մարդու ուշադրությունը սևեռում է հիվանդության ու ախտանիշերի վրա, դրանով միայն ծանրացնում է իր վիճակը։ Բուժումը չի ազդի, մինչև նա իր ուշադրությունը հիվանդ լինելուց չտանի առողջին։ Սա է ձգողականության ուժը։ Երջանիկ մտքերը խթանում են օգտակար բիոքիմիական գործընթացներին, ինչքան երջանիկ, այնքան առողջ։ Բացասական մտքերը, սթրեսները զգալիորեն վնասում են օրգանիզմին ու ծանրացնում են ուղեղի աշխատանքը։ Հենց մտքերն ու հույզերն են, որ վերադասավորում, վերակազմավորում ու վերստեղծում են մարմինը։ Ազատեք օրգանիզմը սթրեսներից, ու օրգանիզմը իրեն կդրսևորի այնպես, ինչպես պետք է։ Նա ինքն իրեն կբուժի։ Ես տեսել եմ ինչպես են երիկամները վերականգնվում, տեսել եմ ինչպես են ուռուցքները ներծծվում, տեսել եմ ինչպես է տեսողությունը բարելավվում և նույնիսկ վերականգնվում։ Ես միշտ ասում եմ, որ անբուժելին բուժվում է ներսից։ Դուք կարող եք փոխել ձեր կյանքը ու բուժել ինքներդ ձեզ։ Իմ պատմությունը սկսվել է 1981 թվականի մարտի 10-ից։ Այդ օրը իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Երբեք այդ օրը չեմ մոռանա։ Մեր ինքնաթիռը վթարի ենթարկվեց։
Ես հայտնվեցի հիվանդանոցում, ամբողջովին կատվածահար։ Ողն ուղեղի վնասվածք էի ստացել։ Կոտրել էի պարանոցի առաջին ու երկրորդ ողերը։ Չէր գործում կուլ տալու ռեֆլեքսը։ Չէի կարողանում ոչ ուտել, ոչ խմել։ Վնասվել էր դիաֆրագման, ինքնուրույն չէի շնչում։ Միայն աչքերս էի կարողանում թարթել։ Բժիշկներն ասացին, որ մինչև կյանքիս վերջ բանջարեղենի պես եմ ապրելու։ Միայն աչքերս եմ բաց ու խուփանելու։ Բայց ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, թե նրանք ինչ էին մտածում։ Կարևորը իմ մտքերն էին։ Ես պատկերացնում եի, որ ինքնուրույն դուրս եմ գալիս այս հիվանդանոցից։ Ես ոչ մի հնարավորություն չունեի։ Իմ միակ հնարավորությունը իմ բանականությունն էր։ Իսկ երբ կա բանականություն, դու կարող ես ամեն ինչ իրար վրա դնել։ Ինձ ասացին, որ երբեք չեմ կարողանալու ինքնուրույն շնչել, որովհետև ինձ մոտ վնասվել էր դիաֆրագման։ Բայց ներքին ձայնս ինձ հուշում էր, որ խորը շնչեմ։ Ի վերջո ես սկսեցի ինքնուրույն շնչել։ Բժիշկները չէին կարողանում բացատրել դա, ու ես չէի թողնում, որ գլխումս իմ նպատակից ու իմ պատկերացումներից բացի ուրիշ մտքեր լինեին։ Իմ առջև նպատակ էի դրել՝ հիվանդանոցից դուրս գալ մինչև ծննդյան տոները։ 8 ամիս անց ես իմ սեփական ոտքերով դուրս եկա հիվանդանոցից։ Բժիշկներն ասում էին, որ դա անհնար է։ Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Այն մարդկանց համար, ովքեր դիտում են այս ֆիլմը ու տանջվում են հիմացավից, ասեմ, որ ամփոփելով իմ կյանքի փորձը, կարող եմ ասել, մարդը այնպիսին է, ինչպիսին պատկերացնում է իրեն իր մտքերում։ Բոլոր ավանդական մշակույթները մեզ ասում են, որ մենք ստեղծվել ենք արարչի կերպարանքով։ Դա նշանակում է, որ դուք ունեք ձեր սեփական աշխարհը կերտելու աստվածային ներուժն ու հզորությունը, եւ այդպես էլ կա։ Ու հնարավոր է, որ արդեն ստեղծել եք ձեզ արժանի որևէ գեղեցիկ բան կամ ընդհակառակը։ Բայց ես խորհուրդ եմ տալիս աչքի անցկացնել ձեր նվաճումները ու հասկանալ արդյոք դա այն է, ինչ դուք իրականում ուզում եք։ Ու արդյոք դրանք արժանի են ձեզ։ Եթե արժանի չեն, միգուցե հիմա ճիշտ ժամանակն է, որ փոխեք ձեր կյանքը, որովհետև դուք հիմա դա անելու ուժ ունեք։ Ողջ ուժը գալիս է ներսից եւ դրա համար էլ այն գտնվում է մեր տնօրինության տակ։ Շատերը իրենց իրավիճակի զոհ են համարում, նրանք հաճախ անցյալ իրադարձություններն են մատնանշում, օրինակ, որ բռնության մեջ են մեծացել կամ ոչ բարեկեցիկ ընտանիքում։ Ճակերտների մեջ կասեմ, որ հոգեբանները կարծում են, որ ընտանիքների 85%-ը ոչ բարեկեցիկ են, այնպես որ դուք այնքան էլ եզակի չեք։ Իմ ծնողները հարբեցողներ են եղել, հայրս դաժան էր ինձ հետ վարվում։ Ես 6 տարեկան էի, երբ մայրս բաժանվեց նրանից։ 13-ից մինչև 18 տարեկանս փողոցային բանդաների մեջ եմ անցկացրել։ Ես մոտոցիկլով ծանր վթարի եմ ենթարկվել։ Որոշ ժամանակ Դալասի փողոցներում եմ ապրել, 15 տարի ապրել եմ Հյուսթոնում աղքատության մեջ։ Փոքր ժամանակ սովորելու հետ մեծ խնդիրներ եմ ունեցել, անընկալունակ եմ եղել։ Ասում էին, որ ես երբեք չեմ սովորի գրել, կարդալ, ճիշտ շփվել, ոչ մի բանի չեմ հասնի ու կյանքում ոչինչ չեմ ունենա։ Կյանքում բոլորիս հետ էլ նման դեպքեր պատահել են։ Նման դեպքում պետք է ասել է հետո ինչ։ Շատ ավելի կարևոր է, թե դուք ինչ եք անելու հետո։ Նման դեպքում պետք է ասել հետո ինչ։ Շատ ավելի կարևոր է, թե դուք ինչ եք անելու հետո, ինչ եք ընտրելու։ Կարող եք նայել հետ կամ կենտրոնանալ նրա վրա, ինչը ուզում եք։ Երբ մարդը կենտրոնանում է իր ուզածի վրա, չուզած ամեն ինչը հետ է մղվում։ Դուք եք ձեր ճակատագրի դիզայները։ Դուք եք հեղինակը։ Դուք գրում եք ձեր պատմությունը։ Գրիչը ձեր ձեռքում է։ Արդյունքը կախված է միայն ձեզնից։ Ձգողականության օրենքի հմայքը կայանում է նրանում, որ կարող եք սկսել ցանկացած էտապում, կարող եք սկսել մտածել, ճիշտ մտածել։ Կարող եք տրամադրվել ներդաշնակության ու երջանկության ալիքի վրա։ Այդ դեպքում օրենքը կսկսի գործել։ Ձեզ մոտ ուրիշ համոզմունքներ կառաջանան, կհավատաք, որ տիեզերքում բոլորի համար էլ պաշար կա, կամ կասեք, որ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, կասեք, որ դուք չեք ծերանում, դուք երիտասարդանում եք։
Մենք կարող ենք աշխարհը դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ նա լինի, իհարկե այս օրենքի շնորհիվ։ Մի կողմ թողեք ծնողներից ժառանգած կարծրատիպերը, մշակութային հիմքերը, սոցիալական համոզմունքները եւ մեկընդ միշտ ապացուցեք, որ ուժը ձեր ներսում է ու այն զորեղ է արտաքին ուժերից։ Շատերը հիմա կմտածեն, որ այս ամենը շատ լավ է, բայց իրենք չեն կարող սա անել կամ նա թույլ չի տա, որ անեք սա կամ մեկ ուրիշը։ Կամ կասեք, որ փող չունեք դա իրականացնելու համար, կամ այդքան ուժ չունեք, կամ բավական հարուստ չեք։ Նման էլի ես չեմ, ցանկացած բարձրաձայն ասված ես չեմ նպաստում է ստեղծման գործընթացին։ Անկախ նրանից դուք ասում եք ընդունակ եք որևէ բան անելու թե ընդունակ չեք, երկու դեպքում էլ դուք ճիշտ եք։ Հենրի Ֆորդ։ Իսկ սահմաններ գոյություն ունեն, բացարձակ չունեն։ Մենք անսահմանափակ էակներ ենք, մենք չունենք առաստաղ։ Այս մոլորակում ապրող ցանկացած մարդու ներսում կա անսահմանափակ քանակի ընդունակություններ, տաղանդ, ուժ։ Դուք հասել եք կյանքի այս խաչմերուկին, որովհետև ձեր ներքին ձայնը անընդհատ ասում էր. դու արժանի ես երջանիկ լինել։ Դու ծնվել ես, որպեսզի ինչ-որ բան ավելացնես։ Արժեքավոր ես այս աշխարհը։ Կյանքում անես այն, ինչ կարող ես։ Ցանկացած բան, որի միջով անցել եք, ցանկացած պահ, որ ապրել եք, պատրաստել է ձեզ հենց այս պահի համար։ Հիմա դուք հասկանում եք, որ դուք եք ձեր ճակատագրի ճարտարապետը։ Պատկերացրեք, թե ինչերի կարող եք հասնել այս ամենից հետո։ Ինչ կանեք այս պահին։ Ինչպես կվարվեք դրա հետ։ Ինչպես կկանգնեցնեք վայրկյանը։ Ուրիշ ոչ մեկ չի կարող ձեր պարը պարել, ուրիշ ոչ մեկ չի կարող ձեր երգը երգել, ուրիշ ոչ մեկ չի կարող գրել ձեր պատմությունը։ Ով եք դուք, ինչ եք անում, այս ամենը սկսվում է հենց այս պահից։ Ես հավատում եմ, որ դուք տաղանդավոր եք, ինչ-որ հիանալի բան կա ձեր մեջ։ Կապ չունի, թե ինչ է եղել անցյալում, կապ չունի, թե ինչքան երիտասարդ կամ ծեր եք դուք ձեզ զգում։ Այն պահին, երբ սկսում եք ճիշտ մտածել, սկսում է աշխատել այն, ինչ կա ձեր ներսում, ձեր ուժը, որը աշխարհից էլ մեծ է, նա կսկսի երևալ, նա կտիրի ձեր կյանքի վրա։ Կկերակրի ձեզ, կհագցնի, կուղեկցի ու կպաշտպանի, ճանապարհ ցույց կտա, կաջակցի ձեր էությանը, եթե իհարկե չխանգարեք նրան։ Ու ես վստահ եմ դրանում։ Մամ, սա կօգնի քեզ, սիրում եմ քեզ։